Այն ուժերը ովքեր որպես պետք է այդ նարատիվների մասին խոսանք, թե որոնք են բիզնեսի կողմից իրենց այս իրավիճակի բայց դա շատ Դե ասում են դա ընտրություններին ձայն կորզելու տարբերակ էր։ Բարև ձեզ սիրելի համայնքաբնակ քաղաքացիներ, մենք շարունակում ենք կանաչ ուղեգիծ հաղորդումների շարքը, որոնք այս փուլում նվիրված են նախընտրական շրջանում Հայաստանում, մեր համայնքներում տարածվող կեղծ նարատիվներին եւ ընդհանրապես երևույթներին, որոնք կարող են խանգարել, ազատ ընտրություններին կամ արտահայտությանը կամ ժողովրդավարական գործընթացներին։ Եվ սա մեր երկրորդ հաղորդումն է եւ իմ գործընկեր Հայկն է այստեղ եւ մենք կշարունակենք խոսել բնապահպանական մեր ցանցի կանաչ խորհուրդների դաշնության անդամների եւ համախոհների հետ այսօր մեր հետ Արսենն ու Աննան են Հրազդան եւ Ծաղկաձոր համայնքներից բարի գալուս շատ մերսի որ եկել եք Ընդհանրապես մենք այս դրույթների ժամանակ խոսում ենք այն խնդիրների մասին, որ ընդհանրապես միջև ենք տեսել, միջև նախընտրական շրջանը քաղաքացիների ակտիվ մասնակցության տեսանկյունից բազմաթիվ խոչընդոտների, որոնց բախվում են հենց բնապահպան ակտիվիստները, որից էլ ծնվել է այն միտքը, որ այս նախընտրական շրջանում մենք կարևոր դեր ունենք խաղալու, որպեսզի ապահովենք քաղաքացիների ազատ անխոչընդոտ մասնակցությունը ժողովրդավարական այս կարևոր գործընթացին ու այսօր որպեսզի սկսենք այս թեման բացել մի քիչ ավելի շատ նախ կխնդրեմ ձեզ Արսեն Աննա մի քիչ պատմեք ձեր համայնքների մասին ինչի որովհետև շատ կարևոր է սկսենք ավելի հողի վրա մարդկանց մտահոգություններից, ակնկալիքներից, ինչից են մարդիկ խոսում Հրազդանում, Ծաղկաձորում, ինչն է իրանց համար կարևոր, որովհետև հեսագալու են քաղաքական ուժերը իրանց տարբեր օրակարգերով, տարբեր թեմաներով, մեր համար կարևոր է, որ մենք արձանագրենք այն առանձնահատկությունները, որ հենց համայնքներում կան, իրանց դժվարությունների, իրանց մարտահրավերների տեսանկյունից կամ ակնկալիքների տեսանկյունից, հետո արդեն խոսենք նախընտրական շրջանի մասին, առանձնահատկությունների մասին։ Պատմեք մեզ մի քիչ։ Հրազդանը, Ծաղկաձորը։ Շնորհակալություն։ Հրազդան համայնքը Հայաստանի խոշոր համայնքներից մեկն է եւ Հրազդան համայնքի առանձնահատկությունը նա է, որ վերջին շրջանում Արցախից բավականին արցախցիներ տեղահանվեցին եւ ապրեցին Հրազդանում եւ բնականաբար եւ ընտրությունների հետ կապված տվյալ արցախցիների գործոնը շատ մեծ է նաեւ Հրազդանը զարգանում է շատ մեծ թափով տուրիզմն է զարգանում Հրազդանում ընդհանուր համաչափ զարգացող քաղաք Հրազդանը եւ հաջորդիվ կներկայացնեմ Հրազդանի հենց նարատիվները ինչ է պատտվում ընտրություններից առաջ Հրազդանում բավականին հետաքրքիր երևույթներ են կատարվում արդեն Հրազդանում դեռ ընտրությունների 2 ամիս կա բայց բավականաչափ արդեն հետաքրքիր է այս ընտրական մթնոլորտը Հրազդանը նաև արդյունաբերական է Հրազդանը ժամանակին համարվել է խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկը խորհրդային ժամանակաշրջանում այնուհետև մի քիչ պասիվացավ Հրազդանի արդյունաբերությունը ես կարող եմ նշել որ Հրազդանը նաև Ծաղկաձորը հատկապես որը գտնվում է շատ մոտ Հրազդանին բավականին հանքարդյունը հանքեր կան այնտեղ եւ այդ հանքերի շահագործման պոտենցիալը շատ մեծ է Նախ շնորհակալություն հրավերի համար նշեմ որ Ծաղկաձորը ինչպես գիտենք համարվում է տարածաշրջանում խոշոր տուրիստական քաղաք բայց բացի այդ ինչպես գիտենք Ծաղկաձորը համարվում է սեզոնային տուրիստական քաղաք գործում է ձմռան մի քանի ամիսներին որպես լեռնադահուկային քաղաք այդտեղ զարգանում է սպորտը իսկ մյուս ամիսներին տուրիզմը ավելի պասիվ է
եւ բնակչության ամենամեծ խնդիրը, թեև Ծաղկաձորում հյուրանոցային գործունեությունը շատ բուռն զարգանում է վերջին տարիներին նաեւ բնակչությանը մեծամասամբ խնդիրը եւ անհանգստությունը կապված է աշխատատեղերի հետ, քանի որ երիտասարդները աշխատանք չունեն, աշխատանքը համարում է սեզոնային, որը կապված է ձմռան հետ։ Ես նաեւ եթե կարելի է այն շարունակեմ Ծաղկաձորից եւ Ծաղկաձոր խոշոր ասված համայնքից, կոնկրետ Ծաղկաձոր համայնքում բավականին շատ այս պահին շինարարական գործընթացներ գնում, այսպես կոչված էլիտար թաղամասեր են սարքում եւ հատկանշական է, որ վերջին տարիներին հատկապես պակասել է Ծաղկաձորի անտառները, այս ամեն ինչը տեղ ունեցավ անտառների հաշվին, որը հենց բնակության կողմից էլի ինչ որ մի հատ բնակության մաս կա, որ ասում են շատ լավ է, թող կառուցեն աշխատատեղը, իսկ բնակության Միշտվար զանգված կա, որ հենց Ծաղկաձորի այդ տուրիստական, այդ կանաչ գոտու արժեքներ գնահատում եւ ամենևին էլ գող չեն այս Հանքավանն է Ծաղկաձոր համայնքում։ Այո, հանքավաններ եւ այնտեղ գտնող Ես հիշում եմ, որ բան է, հա, այսինքն երբ անցյալ տարի էր, երբ էր Մեղրաձորն էլ է Ծաղկաձոր համայնքը, հա։ Ահա, հիշում եմ, որ անցյալ տարի էր, թե նախանցյալ տարի էր, երբ որ հանքավանի տարածքներում ուզում էին հանք հետազոտեին եւ շահագործեին, այսինքն նաեւ այդ խնդիրներն է, հա, այսինքն ինքը լինելով զբոսաշրջային կենտրոն, կլաստեր կասեի, որովհետեւ Ծաղկաձոր հանքավան իդեպ զբոսաշրջություն են նաեւ զարգացվում, ասենք այդ Մարմարի գետի արաբնյա տարածքներում, Մեղրաձոր եւ այլն, եւ այդ ամբողջ տարածքներում ուզում են հանք բացեն եւ ամենակեղծ նարատիվը, որը այնտեղ հրամցվում է ժողովրդին, դա որ ժողովուրդ ջան, հանգիստ եղեք, հանքարդյունաբերությունը եւ զբոսաշրջությունը լրիվ իր հետ հա համատեղելի կոնֆիգուրացիաներ են, այսինքն կարծես թե կեղծ նարատիվները սենց ոչ ընտրական շրջանում, այսինքն դրանից դուրս հենց բնապահպանության ոլորտի վրա են սևեռված ու տարբեր ձևերով։ Բնապահպանական կեղծ նարատիվներ շատ են եղել, ես նաև նշեմ, որ մեր բնապահպանական թիմով այդ էկոակտիվիստներով մենք բավականին շատ հանքերի այդ գործունեություն ենք փորձել հենց այդ առաջին լսումների ժամանակ կամ երկրորդ լսումների ժամանակ կասեցնել, այսպես ասեմ, այդ սկզբում բնակիչներն ասում են, դե շատ լավ է, էլի հանքերը կբացի, հենց այդ կեղծ նարատիվների վրա հիմնվելով մեզ աշխատատեղ կլինի, բայց հետո երբ որ բացատրում ես Հայաստան տեղի ունեցող օրինակները, որ հանքի ինչ-որ ժամանակ շահագործում են եւ թողում գնում, այտենց անապատացած հողերը մնում է ժողովրդին, կարծես համոզում ենք վերջին շրջանում հասկանում են ժողովուրդը, որ իրոք հանքերը այս պահին մենք շատ հանքերի վիճակի չենք շահագործել։ Այսինքն կարելի է ասել, որ այդ ժողովուրդը անդադար նարատիվների sense բաների տակ ընկնում, հա, իդեպ նաեւ պետք է նշենք, որ իհարկե կան մարդիկ, որոնք որ նաեւ միգուցե դժգոհ են, հա, շրջակա միջավայրից, եթե այսինքն դուրս են գալիս բուն Հրազդան համայնքից, կողքի բնակավայր, մարդիկ կարող են լինել, որոնք որ գոհ չեն, հա, շրջակա միջավայրի իրավիճակից եւ այդ մարդիկ, այսինքն երբ որ անդադ գտնվում են մեկ նարատիվի, այսպես ասած, ազդեցության, ոչ թե ազդեցության, այլ թիրախավորման ներքո, իրենք նաև միգուցե շատ հեշտ հավատան մեկ այլ նարատիվի։ Այսինքն իրենք, որովհետև իրենք խոցելի են, իրենք դժգոհ են եւ միգուցե գա մի նարատիվ, որին իրենք ավելի հակված լինեն հավատալու։ Հիմա իրականում հա, մենք այդ մասին խոսում էինք նաև անցած անգամ էլ, որ հաճախ այս իրական անհանգստությունների ու դժգոհությունների վրա են ձևավորվում նարատիվները ու միշտ չի որ անգամ լիարժեք կարելի ասել այս նարատիվը ճիշտ է կամ սխալ է։ Հարցը ստեղ հաճախ լինում է այն, որ հատկապես այս նախընտրական շրջանում մենք տեսնում ենք մարդկանց ռեալ անհանգստությունները, մտահոգությունները ծայրահեղացվում են, օգտագործվում են քաղաքական նպատակներով, որոշակի վախ անհանգստություն առաջացնելու տեսանկյունից, ու այդ առումով շատ ճիշտ է։ Այդ մարդիկ, ովքեր որ արդեն իսկ թիրախավորվել են տես տեսակի նարատիվներով, կարող են ավելի խոցելի լինել։ Դե եկեք այդ դեպքում քննարկենք ինչ եք դուք տեսնում։ Ես գիտեմ, որ
դուք դեր համայնքներում ակտիվ շփվում եք քաղաքացիների հետ, հանդիպումներ, քննարկումներ եք ունենում, ինչը շատ կարևոր է այս փուլում, որովհետև մենք փորձում ենք հենց ապահովել, որպեսզի քաղաքացիները ավելի իրազեկ, հա, որոշում կայացնեն ընտրություններին, անգամ եթե դա լինում է ընտրություններին չգնալը, հա, կարևորը այն է, որ այդ որոշումը գիտակցված լինի, այլ ոչ թե պարտադրված լինի, ու այդ տեսանկյունից հետաքրքիր կլինի իմանալ ինչ եք դուք լսում, ինչ եք տեսնում, ինչ են մարդիկ խոսում, որոնց դες ցույց է տալիս որոշակի կեղծ նարատիվներ կամ մանիպուլատիվ նարատիվներ, որ կարող են կապված լինել ընտրությունների հետ։ Ես նշեմ, որ վերջին շրջանում հատկապես Հրազդան եւ Ծաղկաձոր համայնքներում այդպես բնակիչներից, լույսներից, հանդիպումներից մի այսպես հետաքրքիր բան եմ վերհանել, որ ժողովուրդը կարծես անտարբեր են, մտածում են իրենցով ոչինչ չի փոխվի, իրանց գնալ ընտրություններին ամենևին էլ կարևոր չի, նմանատիպ կարծիքներ շատ եմ լսում եւ հատկապես հատկանշական է, որ միջին տարիքից բարձր մարդկանց մոտ օրինակ այդպես չէ, բայց երիտասարդների մոտ հիմնականում այդպես է, չգիտեմ Հայաստանի համայնքներում մեր նման բան կա, բայց ինձ թվում է այդ սպეციფიկ բան կա, հիմա մենք թիմով ուզում ենք մեր հասկանանք ինչու է եկել, ինչու է դարձել այդպես եւ ինչն է դրա պատճառը, որ կոնկրետ երիտասարդները մի քիչ անտարբեր են, միջինից բարձր։ Ես կարճ պատասխան եմ, որովհետև իրենք գտնվել են ինչ-որ կոնկրետ նարատիվի թիրախավորման ներքո, այսինքն բերել են, հասցրել են իրենց նրանց, որ իրենցից ոչինչ կախված չէ, այսինքն դա տարբեր այ պետք է այդ նարատիվների մասին խոսանք, թե որոնք են հանգեցրել իրենց այս իրավիճակին։ Բայց դա շատ տարածված բան է։ Ես նաև հավելեմ մի բան, այ Օլեգի ասածը հիմա էլ է շատ շրջանառվում այդ խոսույթը, մեր մի ձայնով ոչինչ չեն կարող փոխել, արդեն ամեն ինչ որոշված է եւ իսկ ուսանողների մոտ կամ երիտասարդների մոտ ինչու է անտարբերությունը, քանի որ ես ինքս էլ ուսանող եմ, ինչու եմ նկատում, քանի որ ինչ կապերով կապված են ինչ-ինչ յետակայությունների, դա եւս պատճառ է, որ ցանկանում են ավելի շատ ստվերում մնալ, քան իրենց ձայնը բարձրացնեն։ Նաեւ դա շատ նկատելի է։ Շատ կարևոր է սա անդրադառնալը, որովհետեւ ինքը շատ հին նարատիվ է, նոր բան չի, հա, որ քո ձայնը ոչինչ չի փոխում, արդեն ամեն ինչ որոշված է, ու ելի ես ուզում եմ մի քիչ մեզ հարցնենք, թե ումա ձեռնտու այս տեսակի նարատիվը ու ումա ձեռնտու, որ մարդիկ իրականում մտածեն, որ հա, իմ մասնակցությունը ոչ ման չի փոխվում, որովհետև ես ունեմ շատ ուժեղ համոզմունք, որ այն ուժերը, ովքեր որ այս նարատիվը տարածում են, իրանք ոչ թե չեն ուզում, որ դու պարզապես չմասնակցես ընտրություններին, իրանք չեն ուզում, որ դու որևէ բանի մասնակցես, որ դու չմասնակցես, չգիտեմ, սկսած աշակերտական խորհրդից քո ակտիվությունից վերջացրած հավաքանունիստերին, հանրային լսումներին, միգուցե արհմիություններին կամ չգիտեմ, լիքը տարբեր բաների ուսանողական խորհուրդ, բուհի կառավարում եւ այլն, հա, այս մասնակցությունը միայն ընտրությունները չեն։ Մասնակցությունը ընտրություններին ինքը շատ կարևոր process է ժողովրդավարության մեջ, բայց երբ որ մարդու մոտ ձևավորվում է իմ մասնակցությունը ոչ մի բան չի փոխում, դա մենակ չի երևում ընտրությունների ժամանակ։ Դա նաև երևում է նրանից, երբ որ գալիս են իրան համայնքում հանրային լսում է տեղի ունենում ինչ որ նախագծի վերաբերյալ, ու քաղաքացին չի մասնակցում, որովհետև այդ նույն մտածողությունը ասում է, դե մեկը իմ մասնակցությունով ոչ մի բան չի փոխվելու, իմ փոխարեն արդեն որոշել են։ Այն դեպքում, որ եթե իրանք մասնակցությունը ոչ մի բան չփոխեր, մարդիկ տարբեր քաղաքական ուժեր չեն փորձի առնել այդ ձայնը, հա, ինչքան ենք մենք լսում կաշառքի դեպքերի մասին, ինչքան արմատացած եղել է երևույթը, բայց ի վերջո, եթե մենք ուզում ենք իրականում ընտրությունները ինչ որ արդյունք տան քաղաքացու համար, պետք է սա կոտրել այն առումով, որ իմ մասնակցությունը իմ օրակարգը բերելն է։ Ես Երևանից եմ, ես կարամ օրինակը բերեմ հենց Երևանի վերջին ընտրությունների բանով, որ ընդամենը հա մի քանի 100 ձայնի տարբերությամբ Երևանի քաղաքապետի հա ավականու ընտրությունների ժամանակ որոշվեց թե ի վերջո ով է դառնում քաղաքապետ։ Այն դեպքում որ եթե մի քիչ մասնակցությունը մեծ լիներ, կարող է շատ բան փոխվեր։ Ինչ եք նկատում, հա, ինչի է ինչի է պետք այս մոտեցումը ձևավորվի, որ իմ ձայնը բան չի փոխում, իմ մասնակցությունը բան չի փոխում, որովհետև սա ամեն դեպքում իմ կարծիքով ինչ որտեղից ուղղորդվող
նարատիվա, որպեսզի այդ ապատյան ձևավորվի, հուսահատությունը ձևավորվի ու մարդիկ չմասնակցեն։ Ասեք, ինձ թվում է, այստեղ ավելի շատ իրազեկվածության խնդիր է, այսինքն մարդկանց մոտ այդ բացը շատ կա, տեղյակ չեն եւ ուղղորդվում են եւ իրենց քայլերը կատարում են ըստ այդ ուղղորդումների։ Ես ավելի հակված եմ նրան, որ եւ ընտրություններից առաջ եւ ընտրությունների ընթացքում կամ հետո եւ ամեն հարցում այդ իրազեկվածությունը առավել եւս մարզերում այդ խնդիրը բարձրացվի եւ այդ ուղղությամբ լուծումներ Երևանում մի քիչ ուրիշ է, քանի որ Երևանում շատ են խոսում, ամեն օր լսում ես տրանսպորտում, ամենտեղ այդ խոսողների մասին լսում ես, իսկ մարզերում այդպես չի, եթե ինչ-որ բաները խոսում են, ապա կծկտուր ու այն շրջապատում, որտեղ գիտեն այդ իրենց խոսույթը կամ իրենց ասածը դուրս չի գա։ Ինձ թվում է դա մեծ խնդիր է։ Համաձայն եմ, Օլեգի հետ դա շատ հին, այսպես ասած, նարատիվ է կամ ենթատեքստ, աչքի նարատիվ ծնող ինչ-որ բան է, բայց հատկապես ես ուզում եմ նշեմ, որ դրանք վեր են հառնում հենց ընտրությունների ժամանակ, հենց մարդիկ ընտրությունների ժամանակ սկսում են խոսալ նրանից, որ իրանց մի ձայնը ոչինչ չի փոխվի եւ երիտասարդների շրջանում ես սա ինչի հետ եմ կապում, որ երիտասարդները հիմնականում կոնկրետ Հրազդանում եւ Ծաղկաձորում շատ քիչ են մասնակցում ժողովրդավարական process-ներին եւ որոշումների կայացմանը, ավականու նիստերին, հանրային լսումներին, գրեթե երբ որ մենք գնում ենք հանրային լսումների, տեսնում ենք նույն դեմքերը ու շատ քիչ եւ այստեղ շատ լուրջ բացունի քաղաքացիական հասարակությունը կարծում եմ մենք, որ հասարակական կազմակերպությունը, որ պիտի այդ իրազեկությունը մարդկանց մոտ բարձրացնենք եւ դրա համար մասնագետների հետ գուցե շատ լուրջ ծրագրեր մտածենք եւ երիտասարդներին հենց ուղղորդենք իրազեկվածությունը բարձրացնենք կարծում եմ հենց մեր այս նախագիծը, որ դուք անում եք, դրա շատ լավ միջոց է, որ կարողանանք մենք հասնել դրան։ Ինչ որ չափով հասնել, ես մտածում չի փոխվի, բայց ինչ որ չափով կարող ենք։ Ես ուղղակի էլի նարատիվների, այսինքն Հրազդանի Ծաղկաձորյան, կոնտեքստում գնալով, այսինքն նայեք, կան նարատիվներ, որոնք համապետական բնույթի են, այսինքն օրինակ, չգիտեմ, այս իշխանությունը մնա, չգիտեմ, թրքացվում է, չգիտեմ, անդիմությունը գա, չգիտեմ, ռուսացվում է, տարբեր, ամենատարբեր նարատիվներ են, երևի, բայց ամենաշատը այն նարատիվներն են, նետվում հասարակություն, որը որ անհամատեղելի է դարձնում Հայաստանի ապագան ժողովրդավարության, այսպես ասած, ժողովրդավարական վիճակի հետ, այսինքն ինչ որտեղ ցույց է տրվում, որ մենք պետք է մեր ինքնիշխանությունը մի փոքր զիջենք կամ քչացնենք, չգիտեմ, կամ ժողովրդավարությունը քչացնենք, որպեսզի, չգիտեմ, ապագա ունենանք, ասենց ինչ որ անվտանգություն, անվտանգություն ունենանք։ Նման նարատիվներն են շատ, որպես այդպիսին ու դե պարզ է, որտեղից են գալիս այդ նարատիվները, այսենց համապետական նարատիվներ կան եւ լինում են լոկալ, նարատիվներ, այսինքն որոնք որ տեղերում են կամ տրանսֆորմացիաներ են ապրում այդ մեծ նարատիվները եւ տեղում այլ նարատիվ է ստեղծում կամ ծնվում։ Որ ամենաշատ sense այդ գլոբալ նարատիվներից ամենաշատն է տարածված եւ որի նկատմամբ է ամենաշատ գերզգայուն հասարակությունը բանում Հրազդանում, եւ Ծաղկաձորում եւ որ նարատիվն է որ կա եւ գործում է, որը յուրահատուկ է ձեր տարածաշրջանի կամ համայնքների համար։ Մի քիչ դրա վերաբերյալ, օրինակ կուզենայի, որ այնպիսի նարատիվներին անդրադառնանք, որոնք որ հենց
կամ ամենաշատն են տարածված, կամ բնորոշ են ձեր տարածաշրջանին։ Ես նշեմ, որ մեր տարածաշրջանում նարատիվները այդպես շատ ընդհանուր են, բայց հենց ձեր նշած նարատիվը կարող եմ նշել հենց մի քանի օրինակով, անգամ ուսուցիչների, մանկավարժների շրջանում, որ ես ցավ եմ նշում, հենց այդ ժողովրդավարություն չունենալու այդ նարատիվ, այսինքն իրանք ինչ են ասում, որ մենք չունենք ժողովրդավարություն, բայց այնինչ իրանք մասնիկն են այդ ժողովրդավարության կայացման կամ չգիտեմ դրա ջատագովության, հենց այդ նարատիվը շատ է մեր մոտ եւ զարմանալին այն է, որ հենց այդ մակարդակում է, իսկ սովորական բնակիչների մեջ բնականաբար ավելի է այդ նարատիվը այդպես հստակ դրսևորվում, այսինքն զիջենք ինչ-որ բան, որ մնանք անկախ, եւ հատկապես ես նշեցի, որ Արցախից եկած տեղահանված մարդկանց մոտ դեռ նման նարատիվներ կա։ Այսինքն գերզգայուն են, հա, արցախցիները այդ, հա, նարատիվների նկատմամբ, իսկ բանի հետ կապված, օրինակ, նույն եթե խոսում ենք ուսուցիչներից, ապա մենք պետք է հիշենք, որ շատ վաղուց, դերևս միջընտրական շրջանում այն նարատիվներն են, հա, առաջ մղվում, որ չգիտեմ, հանում են, չգիտեմ, հայ եկեղեցու պատմություն առարկան, չգիտեմ, հայոց պատմությունը դարձնում են Հայաստանի պատմություն, այնտեղ էլ ինչ կար, այնտեղ, չգիտեմ, հա, ինչ որ դրվագներ են հանվում պատմության գրքերից, եւ միգուցե այդ նարատիվները, այսինքն օրինակ այդ նույն ուսուցիչների վրա այն ժամանակից են գալի, հա, այսինքն որ հնարավոր է, որովհետեւ ուսուցիչը ամեն դեպքում Հայաստանում իրեն զգացել է, գոնե այդպիսի մի հատ թվացial, հա, մթնոլորտ է ստեղծվել, որ յուրաքանչյուր հա ազգայինը պահվում է հենց ուսուցչի կողմից, այսինքն, հա, այնց մթնոլորտ է ստեղծված, որովհետև շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ եթե ասենք օրինակ դպրոցներից հանում են ինչ որ ցուցանակներ կամ պլակատներ, որոնք միգուցե նրա համար են հանում, որովհետև իրենք չեն տեղավորում կրթական չափորոշիչների մեջ, դա արդեն իսկ մեծ դիմակայություն է ստեղծում են, այսինքն եւ դա օգտագործվում են իհարկե, այսինքն տարբեր ձևերով։ Այս իմ կարծիքն է։ Ինչն է այստեղ շատ կարևոր ֆիքսենք, որ մեզ համար լուրջ խնդրեմա դառնում, երբ որ մենք այս պիտակավորումների տակ ապազգայինի, հա, ինքնության կորստի հետ կապված, հա, ինչ որ բևեռացման process է գնում, որը թույլ չի տալիս, որ մենք որևէ առողջ բանավեճ ունենանք այս թեմաների հետ կապված։ Ու ես այն օրը շատ էի մտածում նրա մասին, որ մարդիկ խոսում են, մեզ պետք է ինչ-որ ազգային համերաշխություն ունենալ, համաձայնության գալ եւ այլն, բայց դա չի նշանակում, այդ համաձայնությունը չի նշանակում, որ մենք համաձայնության ենք գալիս նույն բանի վերաբերյալ։ Այդ համերաշխությունը ենթադրում է ինչքանով ենք մենք պատրաստ ընդունել տարբեր մոտեցումների գոյության իրավունքը։ Մենք կարող է չհամաձայնենք այդ մոտեցումների հետ, բայց ընդունել, որ ինքը կարող գոյություն ունենա այդ մոտեցումը ու կարող ենք մենք առողջ բանավեճ ունենալ դրա հետ կապված։ Այս շատ կարևոր հատկանիշ է ուժեղ հասարակության, որովհետև այն պահից, երբ որ հասարակությունը սկսում է սրերով ընդունել ցանկացած այլ մոտեցում, այլ գաղափար, ինքը շատ խոցելի է դառնում այլ կողմերից մանիպուլյացիաների համար։ Այսինքն ցանկացած ապատեղեկատվություն, որ կարող է մեր մեդիա դաշտ նետվի այդ ազգային ինքնության, ազգայինը պահելու հետ կապված, մենք շատ գայուն ենք դրան մոտենում, հա, սկսած, չգիտեմ, հա, Տիծեռնակաբերդի աղբյուրները, արխիվները որոշել են հանեն եւ վառեն, ու հետո պարտադիր դա կեղծ տեղեկություններ, բայց մենք շատ գայուն ենք դրա նկատմամբ, որտեղ մեզ հիմա ձևավորվել է ինչ-որ նարատիվ, որ կա ապազգային իշխանություն եւ կա ազգային ինչ-որ հակառակ կողմ, ու որևէ առողջ բանավեճ տեղի չի ունենում։ Ես դրա համար կուզենայի, որ մենք ոչ թե այդքան փորձենք ստուգել, ճշտել, ինչն է ճիշտ, ինչն է սխալ, այլ արդյոք մենք կարողանում ենք համայնքում այդ տարբեր կարծիքների վերաբերյալ իրոք առողջ ինչ-որ բանավեճ կազմակերպել, քննարկում կազմակերպել, որովհետև եթե մենք իմ համոզմունքն է, եթե մենք կարողանում ենք այդ բանավեճը ունենալ, առանց իրար վիրավորելու, առանց իրար ինչ-որ բարի կadrների երկու կողմի բաժանելու, մենք ավելի դիմացկուն կլինենք որպես հասարակություն ու մեզ չեն կարողանա մանիպուլալ։ Բայց ինչ կներեք, էլի աբսուրդային է, էլի, ես հիմա մտածում եմ,
ինչքան աբսուրդային իրավիճակ է։ Նայեք, այսինքն ազգայինը պահելու համար մենք պետք է ինչ որ չափով զիջենք ինքնիշխանությունը օրինակ կամ ասենք դա աբսուրդ նարատիվ է, բայց ինքը չգիտես ինչու աշխատում է, որովհետև միշտ երբ որ քո ինքնիշխանությունը սկսում է պակասել, հայտնվում են մարդիկ երկրում, որի անունը լինում է Օլեգ օրինակի համար, հա, այսինքն, հա, կամ հա, ինքնիշխանության պակասից է։ Այսինքն դու ավելի ես սկսվում ուծացվել եւ քո ազգայինը կորցնել, այսպես ասած, բայց շատ հետաքրքիր է, որ հենց ինքնիշխանության, այսինքն ազգայինը պահելու մեխանիզմի թուլացման հենքի վրա են, հա, զարգացնում ազգայինը պահելու։ Այսինքն շատ աբսուրդային իրավիճակ է, ինձ թվում է այս դեպքում մենք պետք է ուղղակի տվյալ ուսուցիչների հետ կամ տվյալ մարդկանց հետ պետք է ինչպես Հայկն է ասում, շատ խոսենք ու շատ խորքային խոսենք, էլի, այսինքն եթե այն ինչ որ ես հիմա ասեցի, այն ուսուցիչը, հա, լսի, ինքը կհասկանա, որ հա, այդպես չի լինում, երբ որ դու քո ինքնիշխանությունը զիջում ես ազգայինդ ուժեղանում է, նման բաներ չեն տեղի ունենում։ Բայց տարիներ շարունակ խնդիրն է նա, որ հենց տարիներ շարունակ 30-40 դեռ խորհրդային միությունից հենց այդ բանն են դրել մարդկանց մեջ, այդ ազգային։ Հա, ազգային, բայց եթե ինքը ուզում է իր ազգայինը պահի, ոնց է պահում ինքնիշխանության նվազեցման դեպքում։ Եվ հենց Կամ այդ պատճառը, ժողովրդավարության։ որ ցեք Հայկը հարցնում է ինչ կարանք փոխենք, շատ դժվար է նման մարդկանց հետ զրուցել։ Այստեղ ճիշտ է, մենք նշում ենք ուսուցիչներ, բայց գուցե 1-2-3 ուսուցչի մասին կամ չեմ ինչ-որ փոքր տոկոսի մասին է խոսքը, մնացածն այդպես չեմ մտածում, բայց հանրությունը կարծում եմ ամբողջ Հայաստանը այդպես է մտածում ու այդ բարձրաները կոտրել իրանց մեջ շատ դժվար է, երկխոսը շատ դժվար է եւ կարծում եմ հենց պիտի մենք այդ մեխանիզմները գտնենք, որ կարենանք երկխոսենք այդ մեխանիզմները հենց խոսելն է, Արսեն ջան, ահա, որովհետեւ երբ որ ես հիմա ինչ որ օրինակներ եմ հիշում այդ երբ որ խոսեցինք էլի ազգայինի վերաբերյալ, ես հիշում եմ կոնկրետ դպրոց, որը որ վերանվանեց իրեն, այսինքն դա պայման էր, վերանվանեց, այդ եղել է երևի 10 տարի առաջ, իր դպրոցը բարձր պաշտոնյայի կամ նախկին պաշտոնյայի անունով, որպեսզի այդ դպրոցը վերանորոգվի, ու ինքը տարածաշրջանի միակ վերանորոգված դպրոցն էր։ Այսինքն նաև պետք է այդ տեսանկյունից խոսել ու միգուցե նաև նման անդրադարձներ կատարել, որպեսզի մենք հասկանանք, արդյոք, չգիտեմ, հա, ազգային այդպես են պահում։ Մյուս օրինակը բերեմ, որը որ մի գյուղում երկու զոհված, հա, հարազատ եղբայր ազատամարտիկներ կային եւ կարծես թե ամբողջ գյուղը հակված էր, որ այդ դպրոցը այդ ազատամարտիկների անունով կոչեն, բայց հետագայում էլի ներդրումների համար այլ մարդու անունով կոչեցին, այդպես էլ չկոչեցին, որպեսզի գոնե միակ դպրոցը վերանորոգվի։ Այսինքն ուզում եմ այդ զուգահեռները մենք նաև նման շրջանակների հետ տանենք, որպեսզի սկսենք տարանջատել, հա, որն է ազգայինը, ոնց են պահում ազգայինը, արդյոք բա ինչու չենք մենք պահել ազգայինը, եթե ինքնիշխանության պակասի դեպքում է լինում, հա, ազգայինը պահպանելը։ Մի քիչ պետք է խորանանք այդ ամեն ինչի մեջ եւ ինձ թվում է նաեւ շատ կարեւոր է, որպեսզի հանրությունը սկսի նաեւ գիտակցել, որ ինքնիշխանությունը, այսինքն ազգայինը պահելու համար երևի թե կարևոր է ինքնիշխանությունը։ Ինքնիշխանությունը պահելու համար երևի թե, ու ես համոզված եմ, բայց հարգելով կարծիքներ, երևի թե կարևոր է ժողովրդավարությունը, հա, այսինքն այս շղթան մենք պետք է հասարակությանը հստակ ցույց տանք։ Եթե չենք կարող ցույց տանք, այո, այնտեղ պարտվում ենք եւ օգտվում են այն ուժերը, որոնք որ իսկապես հրամցված են ոչ ժողովրդավարական երկրներից կամ շրջանակներից։ Էլ ինչ նարատիվներ եք տեսնում ձեր մոտ, որ շրջանառվում են ընտրությունների կոնտեքստում։ Տեսեք, ուրեմն ես կառանձնացնեմ նաև մեկը համընդհանուր ապահովագրությունը, որ այս ընթացքում շատ է շրջանառվում։
Դա ինչպես գիտենք, մեծ ողջավորվածություն առաջացրեց մեծահասակների մոտ, հատկապես մարզաբնակ մեծահասակների մոտ, քանի որ խնդիրեր առաջանում, բուժհաստատություններ գնալ, այդ ծառայություններից օգտվելը, եւ հիմա շատ է շրջանառվում նաեւ այն խոսույթը, որ ընտրություններից հետո այդ ամեն ինչը չի լինելու եւ դա մեծ Ինչու, ասում են ինչու չի լինելու։ Դե ասում են դա ընտրություններին ձայն կորզելու տարբերակ էր։ Հիմա շատ են խոսում այդ թեմայով, որ ընտրություններից հետո այդ համընդհանուր ապահովագրությունը վերանալու է, մեծ անհանգստություն է հատկապես մեծահասակների մոտ, քանի որ ամենաշատը իրենք են Իսկ ով է դա տարածում։ Հենց իրենք լսել ենք մեծահասակները, հենց ամենից շատ իրենք են խոսում։ Չէ, բայց իրենց որտեղից են դա բերել հաստրել իրենց, որ այդպես է լինելու, դա կարևոր։ Եվ գյուղացիներ, ոչ լուվ կայքերից, ոչ ինչ-որ պաշտոնյաների հայտարարությունից, այլ իրենք իրենց Ես մի քիչ հակված եմ բան անել, էլի, կասկածել, որ իրենք դա ինչ-որ միտեղ։ Կամ ինչ-որ միտեղից նույն այն թեման է, թոշակների հետ կապված նույն թեմայի շարունակությունն է, կամ իրար զուգահեռ գնում են, եւ անգամ այդ թոշակների մեջ ոչ միայն ասում են կնվազեցնեն էլի այդ 10,000 դրամները, այլև ասեմ որ այդ ավելացրել են այդ հետվճարային այդ համակարգել չի գործում ու իրոք լսվում է այդ հենց թոշակառուների մոտ, բայց ես էլ համոզված եմ որ ինչ որ մի տեղից գալիս է, ես ավելի շատ հակված եմ մեդիա դաշտից եկող ինչ որ բան, ապա տեղեկատվության տարածված որտեղ sense անմիջապես 2-3 օրվա մեջ sense օրինակ Հրազդանում այդ խոսակցություն sense աղգանում է եւ նվազում։ Այսինքն այստեղ շատ հստակ այդ մարդիկ պետք է իմանան, այսինքն ուղերձը ստանան, չէ, Հայկ, որ բանա, որ նու դա դրա հետ կապ չունի օրինակի համար, էլի ընտրությունների հետ։ Էլի, ինձ թվում է մենք անցած անգամ խոսում էինք թոշակների օրինակով էր էլի, բայց այստեղ էլի խոսքը գնում է նրա մասին, որ մարդկանց սոցիալական վիճակը տեղից այդքան լավ չի։ Ու եթե ինչ-որ sense բարեփոխում է տեղի ունենում, ինչպիսին ապահովագրությունն է կամ թոշակների բարձրացումն է եւ այլն, դա կարող է զգալի ազդեցություն ունենա մարդկանց կյանքի վրա։ Բայց մեկը դեռ լավ չի։ Ու երբ որ սպառնալիքը գնում է այն, որ ձերկվելու եք, կորցնելու եք եւ այլն, դա վախ է գեներացնում մարդկանց մոտ։ Հա, ինձ թվում է մեր ուղերձը քաղաքացիներին պետքա լինի, որ մենք պետքա քաղաքական օրակարգում տեսնենք կառուցողական առաջարկներ, ինչն են առաջարկում միայն մարդկանց վախեցնելով տանել ընտրության, մենք այդպես ժողովրդավարություն չենք կարող կառուցել։ Պարզապես վախի ու սպառնալիքի տակ գնալ ընտրությունների ինչ որ ուժի քվեարկելու։ Ու ես կուզենայի պարզապես երբ որ մենք նկատում ենք, որ ցանկացած նյութ, որը որ մենք կարդում ենք, լսում ենք, դա առաջին ռեակցիան մեր մոտ վախն է, անհանգստությունն է, մի հատ պարզապես մեզ հարց տանք։ Ինչի են ուզում, որ մեր մոտ այս վախն ու անհանգստությունը առաջանա։ Ով է ուզում։ Հա, ու այս շատ կարևոր է, որ մենք նաև ժամանակի ընթացքում այս դրույթներին հետևենք համայնքի մակարդակում ու տեսնենք, հասկանանք, թե ինչ մեխանիզմներով եւ ինչ շրջանակների կողմից է ի վերջո այս տեսակի նարատիվները տարածվում ու ինչքանով է ինքը ազդեցություն ունենում մարդկանց վրա, որովհետեւ ամենավտանգավորը ստեղ այն է, որ այդ տեսակի նարատիվները կարող են ռեալ ազդեցություն ունենան մարդկանց ընտրական վարքագծի վրա։ Եվ հստակ է, որ հենց թիրախը ընտրված է մեծահասակները եւ ես ու հասկանանք, sense ինչի է հենց մեծահասակների այդ թիրախը դրված, որովհետեւ օրինակ եթե վերցնենք 65+ ընտրողները, այդքան էլ մեծ տոկոս չեն զբաղեցնում ընդհանուր ընտրողների ցանկում։ Ու կոնկրետ ձեր համայնքներում գյուղում Հայաստանում նկատի ունեմ։ Հա, բայց դեռ տարածաշրջանների տարբերություններ կան, էլի։ Գուցե խոցելի են։ Բայց շատ հարմար նարատիվ է, նայ։ Այսինքն պետք է հասկանալ, ինքը աշխատում կարա աշխատի այսպես, հա, այսինքն օրինակ, կարա ձեր տա իշխանությանը, այսինքն իշխանություններին օրինակ, որ դե եթե չընտրվենք, այդ կվերանա։ Կարող է ձեր տա ընդդիմությանը ցանկացած, որ ասենի, եթե ընտրվեն, վերացնելու են, որովհետև սա նախընտրական ինչ որ ակցիա էր, հա, այսպես ասած, այսինքն տարբեր ձևի կարա մեկնաբանվի, այստեղ շատ կարևոր է ինձ թվում է Հայկ ջան, որ դու ասում ես պետքա զրուցենք, այսինքն այդ վախի մթնոլորտը, բայց նաև կարևոր է մարդկանց, որպեսզի իրենք կարծրացած կախված չլինեն
այդ, հա, նարատիվից, այսինքն պրոստը նաև ցույց տալ, որ դա ընդհանրապես ընտրությունների հետ, հա, կապ չունի, էլի, այսինքն ամբողջ քաղաքակիրթ աշխարհում, այսինքն այդ ընդունված պրակտիկա է, հատկապես ժողովրդավարական երկրներում ընդունված պրակտիկա է, որ մարդիկ համընդհանուր ապահովագրության են անցնում, այսինքն դա ժողովրդավարության եւ ինքնիշխանության նույն գործընթացի հետ պետք է կապել, հա, ինչ որ ձևի, քան ինչ որ նախընտրական գործընթացների, ցույց տալը։ Ես ուզում եմ նաև մի քիչ խոսենք թե ընտրողների նկատմամբ ուղղորդումների, ճնշումների ինչ դեպքեր եք դուք տեսնում, որովհետև մենք կարծում ենք իհարկե առաջիկայում ավելի սուր այդ ամեն ինչը կդրսևորվի, բայց շատ կարևոր է արդեն այս փուլում, եթե դուք ինչ-որ բաներ նկատում եք, արդեն արձանագրենք, որպեսզի կարողանանք քաղաքացիների հետ նաև մտածել, թե ինչպես պետքա ավելի պաշտպանված լինենք նման տեսակի, հա, ընտրողի վարքագծի վրա կամ ազատ կամ արտահայտման վրա ճնշման շուտ դեպքերից ինչ եք տեսնում ձեր մոտ։ Իհարկե, ճիշտ եք ասում, ինչքան մոտենում են ընտրությունները, այնքան այդ ուղղորդումները շատանալու են, բայց ես նշեմ, որ ես տեսնում եմ, որ բիզնեսի կողմից ուղղորդում կա, սպառնալիքի sense ինչ-որ երևույթներ կա, կարծում եմ, այդ Հայաստանում գուցե տարածված մոտ օրեր ընտրության, բայց մեր կլաստերում դա ամեն դեպքում նկատվում է, ճիշտ է խոսակցությունների մակարդակում, բայց նկատվում է, եւ ես ինչի հետ եմ դրան կապում, քանի որ օրինակ Ծաղկաձորում այդ ռեստորան, հյուրանոցային համալիրները շատ են, եւ գուցե այդպես փոքր կոլեկտիվների մեջ շատ ավելի հեշտ է այդ ամեն ինչը տանել, սպառնալ։ Ես զուտ դրա հետ եմ կապում, էլի, քանի որ մեր մոտ sense վերցրած չկա մեծ գործարաններ կամ բան, ինքը փոքր կոլեկտիվ աշխատող հաստատություններ են։ Ուրեմն էլի գալիս ենք աշխատողների չպաշտպանվածության խնդրին, որովհետև ցանկացած պարագայում այս տեսակի ճնշումները աշխատում են այնքանով, ինչքանով որ խոցելի է աշխատողը ու մենք դա տեսնում ենք ոչ միայն ընտրությունների ժամանակ։ Ցանկացած մասնակցության process, երբ որ քաղաքացին փորձում է ունենալ համայնքում եւ դա չի բխում, հա, ինչ որ շահերից, նման ճնշումներ կարող է լինեն, բայց ընտրությունների ժամանակ իհարկե շատ ավելի սրվում է։ Ես կուզեմ այդ խնդիրը բարձրացնելով հանդերձ նաև խոսենք նրա մասին, թե ինչ կարող ենք անել այդ խնդրի հետ կապված, ինչ կարող ենք մենք որպես ակտիվ քաղաքացիներ մեր համայնքներում անել, որպեսզի ինչ որտեղ կանխենք նման դեպքերը կամ երբ որ լինում են միգուցե բացահայտենք կամ կողքին կանգնենք այն մարդկանց, ովքեր որ այդ ճնշումներին ենթարկվում են։ Մենք որպես օրինակ ակտիվ քաղաքացիներ, ակտիվիստներ, մենք միշտ զրույցներում ասում ենք, որ իմացեք, ունեք մի հուսալի տեղ, որտեղ կարող եք անանուն դիմել մեզ, մենք հաստատ կպաշտպանենք ամեն ձեզ եւ այդ դիմակայունության այդ խմբերը, որ ստեղծվում են, դրանք շատ օգտակար են, ցանկացած զրույցում երևի մարդիկ ունեն պաշտպանվածության կարիք եւ աշխատանքային իրավունքների հարցով եւ չգիտեմ մարդու ցանկացած իրավունքների հարցով, բայց այստեղ էլի մարդկանց մոտ այդ վախի մթնոլորտը կա, որ ամեն դեպքում թեկուզ անանուն, բայց իրանք վախենում են ինչ որ հարց բարձրաձայն, ասում են լավ թող էս էլ անցնի գնա, նման երևույթը կա եւ մտածում եմ էլի այդ զրույցների երկխոսության շատ կարևոր է ցույց տանք, որ իրանք մենակ չեն մնալու, հա, որովհետեւ դուք համայնքում եք, դուք այդ մարդկանց կողքին եք, բայց միևնույն ժամանակ քաղաքասարակության մեջ կան դիտորդական առաքելություններ, փաստաբաններ, ովքեր որ իրավաբանական խորհրդատվություն կարող են տալ, լրատվամիջոցներ, ովքեր որ կարող են բարձրաձայնել ներառյալ քաղաքացու ձայնը, հա, այսինքն այս քաղաքացին պետք է զգա, որ այս պահին ինքը մենակ չի, երբ որ ինքը ճնշման է ենթարկվում, ինքը չպիտի իրան մենակ ու լքված զգա, ու սա մի հետաքրքիր բան ասեմ, մենք բնապահպանական առումով կարծես հասել ենք դրան, որ եթե ինչ-որ խնդիր է լինում բնապահպանական, քաղաքացիները գիտեն, որ իրենք մենակ չեն եւ
արդեն ավելի ամուր են sense բարձրացնում իրենց ձայնը հենց հանքարդյունաբերության ոլորտում մեզ ահազանգում են, մենք անմիջապես կապնում ենք մեր բնապահպան գործընկերների հետ, երևի ճիշտ է, հենց ժամանակա պետք, ճիշտ է կարճ է մեր այս ժամանակ միջև ընտրությունները, բայց հասնել նրան, որ քո զրուցակիցը վստահի քեզ, ճանաչի քեզ համայնքում որպես ակտիվիստ եւ պաշտպանված զգա, թեկուզ հայտնելով տեղեկություն, չմտածի, որ այն կարող է գաղտնիություն, այսինքն ապահովելու այդ բանը մենք կարողանանք պահել։ Բացի այդ հավելեմ, որ ցանկացած իրավիճակում պետք է ժողովուրդը անհատը իմանա իր գործունեությունը, իր իրավունքները եւ հասկանա ում դիմի եւ ինչպես թեկուզ իր խնդրին լուծում տալու համար։ Այո, ելի իրազեկվածության հարցին ենք գալիս։ Բացի գործատուների կողմից ճնշումներից, ել ինչ որ դեպքեր ընտրողների նկատմամբ ուղղորդման կամ ճնշման տեսնում եք այս փուլում։ Մենք ամեն դեպքում ցանկացած մեր զրույցի ընթացքում, մեր հանդիպումների ընթացքում ասում ենք, որ համարեք համայնքում ունեք մի գործընկեր, որին կարող եք վստահել, դիմել, հահազանգ տալ, մենք էլ համոզված ենք մեր գործընկերները եւ դուք եւ դիտորդական գործընկերները, դիտորդական առաքելությամբ զբաղվող մեզ այդ հարցում օգնելու են, մեր բնակիչներին օգնելու են եւ ես էլի դիմում եմ այստեղից մեր բնակիչներին ցանկացած նմանատիպ սպառնալիքների, չգիտեմ, նմանատիպ երևույթների ժամանակ դիմեք մեզ, մենք անպայման այդ հարցը կհասցնենք իր նպատակային ավարտին։ Շատ լավ։ Մենք շատ ուրախ ենք, որ դուք այս ցանցում կաք ու շատ ուրախ ենք, որ դուք դեր համայնքում ակտիվ գործունեություն եք իրականացնում ու ես էլ եմ կարծում, որ վստահությունը ամենակարևոր գործոնն է այստեղ ու կարծում եմ ժամանակի ընթացքում դուք այդ վստահությունը վաստակել եք, շատ հետաքրքիր կլինի մի որոշ ժամանակ հետո ձեզ հետ էլի խոսենք, տեսնենք, օրինակ ինչպես է ստացվում նույն տարեց բնակիչների հետ աշխատանքը, հա, ինչպես է ստացվում իրանց հետ զրույցները հաշվի առնելով, որ իրանց շատ կոնկրետ թիրախավորում են, ինչպես է ստացվում երիտասարդների հետ զրույցները, ովքեր որ այդ ապատիայի ու հուսահատության միգուցե մեջ են ու անվստահության մեջ են, արդյոք ստացվում է իրանց հետ զրույցների միջոցով որոշակի վերաբերմունք փոխել, այս առաջկա 2 ամիսը այդ տեսանկյունից շատ կարևոր է լինելու, այնպես որ շատ ուրախ կլինենք էլի մի որոշ ժամանակ հետո դեր հետ զրուցել, տեսնել ինչ արդյունքներ ունեք ու նաև ձեր փորձով կիսվեք մնացած քաղաքացիական գործընկերների համար։ Շատ մերսի։ Ճնշումը մի քիչ նաև պետք է այդ լայն, հա, կոնտեքստի մեջ նայենք, օրինակ եթե քաղաքացին, հա, ինչ որտեղ աշխատում է եւ գնում է ինչ որ հանրահավաքի, այդ արդեն ճնշում է, այսինքն բացի այն որ մի քիչ ավելի լայն պետք է նայենք ճնշման, հա, այս բանը կամ եթե քաղաքացին ամեն օր ստիպված է լինում լսել եւ խոստում տալ, չգիտեմ, իր գործատուին կամ ղեկավարությանը, որ դուք պետքա, չգիտեմ, հա, ընտրեք, դա արդեն ճնշում է, նույնիսկ եթե այդ քաղաքացին դիմակայի եւ գնա իր ցանկացած մարդուն ընտրի, ուղղակի պետքա վստահ լինենք, հա, կանաչ խորհուրդների դաշնության այդ ամբողջ ցանցը ինքը հա, գրեթե Հայաստանի, հա, բոլոր համայնքներում գոնե մեկ ներկայացուցիչ մարզերում համայնքներում ունի եւ այո, քաղաքացու ձայնը մեդիա հարթակը բոլոր ահազանգները ինքը գրանցելու է եւ հրապարակելու է եւ այո, մենք պատրաստ ենք կանգնել ցանկացած խմբի եւ քաղաքացու կողքին բոլորս միասին։ Այդքանը շնորհակալություն, կարող եք հետևել մեր հաղորդումներին քաղաքացու ձայնը մեդիա հարթակի cvmedia.am կայքում, սոցիալական ցանցերում, YouTube-յան ալիքում եւ այլն կհանդիպենք շուտով։ Այն ուժերը, ովքեր որ այդ պետք է այդ նարատիվների մասին խոսան, թե որոնք են բիզնեսի կողմից իրենց այս իրավիճակի որդում Դե ասում են դա ընտրություններին ձայն կորզելու տարբերակ էր,